Հարգելի գործընկերներ, 6-րդ հարցով մենք չզեկուցվող ռեժիմով նաև քննարկեցինք ճանապարհաշինական եւ կապիտալ ներդրումների շատ կարևոր փաթեթ, որին նույնպես ուզում եմ անդրադառնալ, մոտավորապես 15 միլիարդ դրամի ծրագրերի ֆինանսավորման մասին է, որոնք գտնվում են տարբեր փուլում, մի մասը արդեն ավարտական 5%-ներն ենք վճարում, մի մասը ընթացքի մեջ է, մյուս մասը կնախագծենք, համեցեք պարոն Խուդայցյան, ինչ եք ասում։ Պարոն վարչապետ, ունենք նաև երկու տրանսպորտային օբյեկտներ, շինաշխատանքները հիմնականում մեկնարկել են 2024 թվականին եւ նախատեսվում է ավարտել 2025 թվականին, ինչպես նշեցիք, ունենք նաև նախագծանախաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար վճարումներ եւ արդեն ավարտված աշխատանքների 5% վճարումներ, մնացածը արդեն ըստ ցանկի։ Շատ լավ։ Թվարկեմ ինչ աշխատանքների մասին է խոսքը։ Աշտարակ քաղաքի միջով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4 կիլոմետր հատվածի եւ այդ ճանապարհից սկիզբ առնող 1.6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ուղիների հիմնանորոգում։ Նախորդ տարի աշխատանքների հիմնական մասը արվել է, այս տարվա այս ֆինանսավորմամբ արդեն ամբողջությամբ կավարտենք։ Սևան քաղաքից Գեղամավան ծաղկուն գյուղերով դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհի 17.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում ըստ էության այս ծրագիրը նույնպես նախատեսում ենք 25 թվականին ավարտել, համեցեք։ Սա սկսել ենք 2024 թվականի տարեվերջին, եղանակով պայմանավորված արված է աշխատանքների 10%-ը, նախատեսված է ավարտել 25 թվականին։ Ընդ որում ես հիշում եք նախկինում կառավարության նիստում քննարկել ենք, որ նաև դեպի Երևան բերող հիմնական մայրուղիներին զուգահեռ մենք պետք է զարգացնենք նաև զուգահեռ մայրուղիները, որ օրինակ ասենք նույն Սևան քաղաքից դեպի Երևան գալու կամ Հրազդան գնալու այլընտրանքային ճանապարհներ ունենան մարդիկ, ընդ որում այս ճանապարհները հաջորդիվ կա նաև անդրադարձ, եթե չեմ սխալվում, Բջջնի Հրազդան ճանապարհին, նաև շատ կարևոր են զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման առումով եւ ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացման համար։ Իջևան համայնքի Ծաքար բնակավայրից դեպի Բերդ համայնքի Գանձակար բնակավայր տանող ավտոճանապարհի 35 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը պլանավորում ենք նույնպես այս տարի ավարտել, հարգելի գործընկերներ, սա էլ մեր ըստ էության բազմաչարչար ծրագրերից մեկն է, որովհետև մենք այս ծրագիրը, եթե չեմ սխալվում, նախորդ տարի պետք է ավարտված լինեինք, բայց առաջին կապալառուի հետ մեր աշխատանքը չստացվեց, ստիպված եղանք խզել, նոր պայմանագիր կնքել, նախորդ տարվա այցի արդյունքներով տպավորությունները կարծես թե դրական են եւ զգուշորեն կարող ենք լավատեսություն հայտնել, որ այս տարի ծրագիրը կավարտվի, որը նույնպես շատ մեծ տնտեսական եւ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող հարց է եւ այստեղ զուգահեռ ուզում եմ ասել, որ մենք ինչպես պայմանավորվել ենք պարոն Սիմիձյանի եւ պարոն Վարդանյանի հետ, այդտեղ իհարկե անցնում է անտառային տարածքներով, բայց հասկանալու ճանապարհը շատ մեծ ներդրումային հետաքրքրություն է ցուցաբերելու, մենք պետք է կարողանանք գտնել բանաձևերը, ինչպես կարողանանք բավարարել ներդրումային հետաքրքրությունը եւ միևնույն ժամանակ չվնասել ավելի ճիշտ անդառնալի վնասներ չհասցնենք բնությանը, որովհետեւ այդ ճանապարհի կառուցումը արդեն իսկ վնասա բնությանը, ցանկացած ճանապարհի կառուցում վնասա բնությանը, այդպիսի ճանապարհ չկա կառուցված, էլի ասել եմ, այս շենքի կառուցումն էլ է վնաս բնությանը, քաղաքների կառուցումն էլ է վնաս բնությանը, այնպես որ այստեղ պետք է ճիշտ բալանս գտնել եւ ակտիվորեն զուգահեռ նաեւ նույն տարածքում մնացած տեղերում անտառվերականգնման ակտիվ աշխատանքներ իրականացնել։ Համեցեք պարոն Խուդայցյան։ Պարոն վարչապետ, այստեղ մենք երկու շաբաթ առաջ ենք մարզպետի հետ եղել, աշխատանքները բնականon հունով ընթանում են, նաև ԿԳՄՍ գործընկերների հետ ձեր հանձնարարականով նոր կամրջի կառուցման
տեղի հետ կապված էսքիզ նախագիծ առաջիկայում կունենանք, այնպեսի տեղ կառուցվի կամուրջը, որը չի խանգարի արդեն գոյություն ունեցող պատմամշակութային կամուրջին, նաև քննարկում ենք այնտեղից դիտակետ ունենալու հնարավորությունը դեպի պատմամշակութային կամուրջ։ Այսինքն այո, այնտեղ շատ լավ գեղեցիկ հին կամուրջ կա, չեմ հիշում, որ 3-րդ դարի, խնդիրն այն է, որ նոր կամուրջը կառուցվի այնպես, որ նրա տեսանելիությունը կամ նրա նկատմամբ այսպես ասած ճնշող կարգավիճակ ձեռք չբերի, հարգելի գործընկերներ, հազիվ առիթներ թթուջուր նավուր ավտոճանապարհի կարգավիճակի հետ կապված ունենք տեղեկություն, ո՞նց է ընթանում այնտեղ աշխատանքները։ Գեղարքունիքի մարզպետը կամ Տավուշի մարզպետը տեղեկություն։ Տավուշի հատվածում ոնց որ ավարտվում։ Տավուշի հատվածը ամբողջությամբ ավարտված է, պարոն վարչապետ։ Գեղարքունիքում։ Գեղարքունիքի հատվածում 3 կիլոմետր հատված է, որ մնում է իմ տեղեկատվությամբ։ Ընդամենը 3 կիլոմետր ամոնում։ Շատ լավ։ Համենայն դեպս, պարոն Խուդայցյան, մտք կճշտեք ինձ այդ թեմայով։ Շատ լավ, պարոն վարչապետ։